Գյումրեցու եւ Փարաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Գյումրու եւ Փարաքարի թիմ ընտրություններին ընդառաջ Գյումրիում տեղի ունեցած գալամիջոցառման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու ինքնահայտարարագրվածները մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել իրենց թալանացը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քաղաքական պատճառը, թե ինչու են Գյումրիում անցկացվում ավականու արտահերթ ընտրությունները։ Գյումրիում կայացած միջոցառման ժամանակ վարչապետը հիշեցրել է, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն ամենաշատը մեղադրում են նրա համար, որ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո պետությունից թալանվածը հետ չվերադարձնելու հարցում այնքան էլ մեծ հաջողություններ չկան։ Մարտի 10-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Նախատեսված են նաև այլ հանդիպումներ եւ քննարկումներ, այդ թվում համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության խմբի ղեկավարը հաջողված է համարում մեր երկրում խմբի վերջին 2 տարվա գործունեությունը։ Առաքելության հիմնական նպատակը դիտարկումներն են հայ-ադրբեջանական սահմանին, դիտարկման գործիքակազմը, դրոշ, ամենագնացներ, հեռադիտակ, լուսանկարչական խցիկ, այս մասին հայտնել են լուրերին։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին, կողմերը բարձր են գնահատել երկկողմ գործակցությունը, քննարկվել է քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա գործակցության մանրամասները։ Նախարարը նշել է, որ մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքների եւ ստանդարտներին եւ բարեփոխումները հենց այդ ուղղությամբ են իրականացվում։ Հանդիպման ավարտին կողմերը պատասխանատվություն են հայտնել խորացնել երկկողմ գործակցությունը։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոփանիին։ ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմներ դրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում, ընդգծել է պատրաստակամություն արդարադատության բնագավառում գործակցելու ուղղությամբ։ Հանդիպան ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների եւ վտարումների հետ կապված խնդիրներին։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար ընտրողների ցուցակներում ընդգրկվելու են այն անձինք, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում եւ որոնք քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ։ Այնուհանդերձ անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար։ Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում նաեւ քվեարկության օրը մինչեւ քվեարկության ավարտը լրացուցիչ ցուցակում իրենց ընդգրկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն նաև այն անձինք, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից, սահմանված կարգով եւ ժամկետներում ՆԳՆ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տարածքային բաժին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմումը չի մերժվել, սակայն դիմումատուն չի ընդգրկվել համապատասխան ցուցակում։ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի եւ շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատելու համար, զգուշացնելով, որ անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումները եւ մարդ իրավունքների խախտումները։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար անհրաժեշտ է անհապաղ եւ վճռական գործողություններ իրականացնել։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ անկախ իրավապաշտպան կազմակերպությունները եւ իրավական փորձագետները փաստագրել են այս կալանավորների նկատմամբ անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքը։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ SMS հաղորդագրությամբ կեղծիք է տարածվում, պետք չէ անցնել հղումով եւ տվյալներ փոխանցել։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ Փակեն Արագածոտնի մարզում Ամբերտ Բարձր Լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիճ եւ Ամբերտ Ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվատողերով։ Համբուրգի օդանավակայանի աշխատակիցների առանց նախազգուշացման անցկացված գործադուլը հանգեցրել է գրեթե 300 չվերթի չեղարկման, որոնք պետք է փոխադրեին ավելի քան 40,000 ուղևորի։ Գործադուլի մասին հայտնի է դարձել դրա սկսվելուց ընդամենը կես ժամ առաջ, մինչդեռ արհմիությունները սովորաբար մի քանի օր առաջ են նախազգուշացնում նման ակցիաների մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքի Fox News-ի զրույցում մեկնաբանել է Կիևի զենքի մատակարարումը դադարեցնելու իր որոշումը։ Նրա խոսքով Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ Վաշինգտոնի ռազմական օգնության դեպքում։ Բացի այդ, ամերիկացի ղեկավարը ևս մեկ անգամ հանդիմանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որը ըստ նրա երախտապարտ չէ ԱՄՆ օգնության համար։ Այնուամենայնիվ Սպիտակ տան ղեկավարն ակնկալում է, որ Զելենսկին կվերադառնա Վաշինգտոն եւ Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքը կստորագրվի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ճնշման ներքո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի միջուկային էներգիայի ծրագիրը միշտ եղել է եւ կմնա բացառապես խաղաղ բնույթի։ Ուստի սկզբունքորեն գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին դրա պոտենցիալ ռազմականացումն է։ Մենք ճնշման ներքո եւ ահաբեկման պայմաններում բանակցություններ չենք վարի։ Մենք նույնպես չենք դիտարկի դա անկախ դրա թեմայից, ասել է Արաղչին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պաղեստինյան Համաս շարժման կողմնակիցները կվտարվեն Միացյալ Նահանգներից։ Մենք կչեղարկենք Ամերիկայում Համասի կողմնակիցների վիզաները կամ գրին քարտերը, որպեսզի նրանց հնարավոր լինի արտաքսել, գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում։ Ռումինիայի կենտրոնական ընտրական բյուրոն ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Կալին Ջորջեսկուին արգելել է մասնակցել մայիսին նախատեսված նախագահական ընտրություններին։ Այս որոշումը Ջորջեսկուի աջակիցների եւ ոստիկանության միջև բախումների պատճառ է դարձել։ Կենտրոնական ընտրական բյուրոն մերժել է Ջորջեսկուի թեկնածությունը, նշելով, որ նա չի համապատասխանում օրինականության պայմաններին, քանի որ խախտել է ժողովրդավարությունը պաշտպանելու պարտավորությունը։